Պարոն Ծուլիկյան, ինչ քննարկում տեղի ունեցավ, ինչ եզրահանգման եկաք, տևական ժամանակ է, ինչ արցախցիները վրան են տեղադրել եւ պահանջում են արդար իրենց իրավունքը։ Բնականաբար որևէ նորմալ հայ ազգային գիտակցությամբ հայ չի կարող անտարբեր մնալ եւ պետք չէ անտարբեր մնա։ Ցավոք սրտի միշտ չէ որ ականատես ենք այդ փաստին, դրա համար որպես բնական հայեր, նորմալ հայեր, adekvat հայեր պետք է արձագանքենք եւ ոչ միայն արձագանքենք, այլ զորավիք լինենք այս ամեն ինչին։ Մեր կազմակերպությունը երկարատև տասնամյակների աշխատանքի ընթացքում միշտ եղել է Արցախի կողքին, բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել Արցախում եւ Արցախի համար։ Բնականաբար այս աղետալի ժամանակներում չէինք կարող անմասն մնալ այս ամեն ինչից։ Արցախցիները եւ Արցախը մեր հայրենիքի եւ մեր ժողովրդի անբաժանելի մասն են եւ այդ տրամաբանությամբ անկարելի է հեռու մնալ այս ամեն ինչից։ Խորհրդակցության եւ քննարկման արդյունքում մենք մեր զորակցությունը հայտնեցինք այս շարժմանը, կրկին անգամ հավաստիացրեցինք, որ մենք Արցախի եւ արցախցիների կողքին ենք, պատրաստակամություն հայտնեցինք օժանդակելու այս շարժմանը, ինչ որ այսօր մեր գործունեությամբ արդեն անում ենք, բայց եթե կան որոշ ուղղություններ, որոնց վրա դեռ կարելի աշխատել եւ մենք դեռ անելիք ունենք, կրկին անգամ պատրաստ ենք այս ամեն ինչով զորավիք լինել այս շարժմանը։ Կարծում եք այս ֆորմատը կհասնի հաջողության եւ որքան պիտի ենթադրենք կառավարությունը ականջալուր չի լինում եւ դադարեցնում է այդ 40+10 հազարականները։ Ամեն դեպքում խնդիրը առկա է եւ այս շարժումը դեռ ոչինչ չի կարողացել փոխել։ Ես որքան պիտի շարունակեն եւ ինչ այլ քայլերի պիտի գնան, որպեսզի արդյունքի հասնեն։ Կարծում եմ այս դեպքում կարող եմ փոքր փակագծեր բացանել։ Ես այստեղ արտահայտվեցի այն բանի մասին, որ տպավորություն պետք չէ ստեղծվի, որ ընդամենը այս ամբողջ պայքարը շարժումը այդ 40+10-ի շուրջ է, ինչը որ գուցեև որոշ շրջանակներ փորձում են ներկայացնել։ Ոչ, այստեղ գլոբալ, համազգային, համապետական, համաժողովրդական հարցեր են դրված եւ ներկայացնել այսքան նսեն ցածր ձևով եւ փոքրացնել հասցնել միայն ֆինանսական կամ սոցիալական աստիճանի, դա վիրավորական է կրկին անգամ յուրաքանչյուր նորմալ հայի համար։ Այս շարժումը շատ ավելի լայն նպատակներ ունի եւ ոչ միայն այս շարժումը, համաժողովրդական այն շարժումը, ինչը որ միտված է պայքարելու հայ ազգի իրական իրավունքների համար, այնպես որ ինչ արդյունք կունենա, կարծում եմ, որ երբևէ հուսալքվելը սխալ է, որևէ անգամ, որևէ ժամանակ, նույնիսկ ամենա այսպես ճգնաժամային իրավիճակներում կամ անհուսալի թվացող ժամանակներում հուսալքվելը սխալ է։ Մենք պետք է օգտագործենք յուրաքանչյուր հնարավորություն, գնահատականներ տալ ուր կտանի, այս բանին կարծում եմ անշնորհակալ գործ է, բայց մի բան հստակ է, որ պետք չէ հուսալքվել։ Աշխատանքը որևէ ժամանակ պետք է տանել։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Այդքան։ ABC մեդիայի հարգելի հետևորդներ, ես